Ապրել եմ ոնց ուզել եմ, ոնց էլ ուզում եմ, տենց էլ ապրում եմ։ Գրում եմ նենց ոնց որ ապրում եմ, երգում եմ նենց ոնց որ գրում եմ։ Եկեղեցի ասեցիք, բնականաբար ամեն հայու համար այսօր այդ թեման ադնյութը գուզե։ Դուք ինչ է ուզվեցաք այդ օրը։ Իմ ընկերներից մեկը, որ աշխատանքի կապակցությամբ մոտ է այս կաթողիկոսին, երբ որ ասել է, որ այս հարցը սենց պետք է լուծվի, ոչ թե այսպես, նա ասել է, բա Կիրիլը ինչ կասի։ Փաշինյանի ասածը ժողովրդի ասածն էր։ Ոնց որ Սուրբ Գիրքն է ասում, ձայն բազմած, Ձայն Աստծո։ ձայն Աստծո։ Այս խնդիրը գլուծվի, պարոն Ախվերդյան։ Լուծված է։ Ինչպես։ Վաղուց արդեն, նախքան Փաշինյանը։ Ժողովուրդը արդեն գիտեր, արդեն տրակում էր այս սրիկայություններից, ինչ որ արվում է։ Ես սկզբում մտածում եմ, այս Փաշինյանը խելառ է մի քիչ, խենթ է։ Բայց հետո կամաց մտածեցի, որ գուցե ես մեզ sense խենթ տղա էր պետք, որը քանի ջրեր է, որովհետև սուտը կեղծիքը այնքան էին շատացել եւ հովանավորվում էին ու քաջալերվում էին Մոսկվայի կողմից։ Ռոբերտը, ասենք, փայատերա Պուտինի հետ, Սերժը եւ այլն։ Նրանք իրանց աստված Պուտինն է։ Նրանք Ռուսաստանի աչքերով են նայում Հայաստանին։ Դուք կողեք այս վերջին ընդրություններու արդյունքները։ Նախորդ պետքա շատերին մաքրած լինեին, նախորդ։ Բայց այս իշխանությունները գրնան հեզազա շարունակեն իրենց գործը ձեր կարծիքով։ Եթե Փաշինյանին չսպանեն, ինձ թվում է, իսկ այդ մտավախությունը կա։ Հստակ է, որ դուք հույս չունիք Ռուսաստանը մեզի։ Չէ, նա հələ դեռ Ով մեզի դեր։ 50-ից 100 ինչի դուք տեր եք ուզում։ Ես իմ տերն եմ, իմ գլխի տերը։ Էս է ասում Փաշինյանը։ Իր ասածը սա է։ Ինքնիշխան պետություն ենք, մենք իրանք ունենք, մեր հարցերը մենք լուծենք։ Մեզ մի հուշեք ինչ պետք է անենք։ Ամեն ինչ շուռ են տվել ռուսները։ Բոլշևիկները եկան ու փրկեցին մեզ։ Ահա, ես երեք ունենայի մի 15 միլիոն դոլար փող, եթե նշեմ, թե ինչեր են առաջարկել ինձ լռության դիմաց։ Բարև ձեզ, գշարունակենք արևելքի եթերով անգեղծ զրույցներու մեր շարքը, այսօր հյուրս երգիչ, մեկնաբան, երգահան Ռուբիկ Ախվերդյանն է։ Գնեղանակ երբ ձեզի ասենք ժողովրդական արտիստ։ Խնդրում եմ։ Չասեք, հիմա դուք ունեք այդ ժողովրդական։ Ոչ։ Չեք ստացած։ Դեմ եմ ես տենց հիմարությունների, ինչ անշանուր։ Ինչու՞ բայց բան Ախվերդյան։ Մարդը մեծարելու համար չէ։ Եթե մարդը հայտնի է դառել Վերցնենք Ամերիկան կամ չեմ համեմատվում, ոչ են ասում Ռեյ Չարլզը Ամերիկայի ժողովրդական արտիստ է, ասում են Ռեյ Չարլզ ու վերջ։ Այսինքն անունը հերիք է։ Բնավ չեմ ուզում համեմատվել նրա հետ, որովհետև ես նրա համերգինի միջայրով ծրել եմ Փարիզում եւ շատ սիրում էի ժամանակին, հիմա էլ Ռեյ Չարլզը որպես դասական մեծ մայստրո է։ Մեծ մայստրո։ Պարոն Ախվերդյան, գիտեք, ձեր երգերը նաև Սպիրկ դարին Երևանը, այսինքն դուք երգեիք 15, 16, 17 տարեկան էինք, մենք ցեզմով ջանցանք Երևանը, բդդեցանք Երևանի փողոցներում մեջ։ Ինչ մնաց այդ Երևանն այսօր։ Միշտ ինչ որ մի բան վերջանում է։ Ունի սկիզբ ու վերջ։ Հիմա այդ ժամանակը վերջացավ շատ ցավոտ կորուստներով սովետական շրջանը եւ սովետական շրջանից մինչեւ օրս էլ մենք կրում ենք այդ մտածողության մեր օյաներում նստած է դեռ ստերեոտիպ շաբլոնները մինչեւ հիմա որովհետեւ որոշ հարցերում օրինակ իմ ուղեղը մեկ է սովետականը ոնց է գցենք լավ իմաստով որովհետեւ սովետը ուներ շատ վատ կողմեր եւ ուներ շատ լավ կողմեր ճիշտ է շատ քիչ էին ստանում մեր հայտնի սպորտսմենները ակադեմիական երաժիշտները ասենք Արամ Խաչատրյան, չգիտեմ, Արնով Աբաջանյան։ Մեծ անուններ։ Այո, մեծ անուններ։ Քիչ են ստանում փող, այսինքն քիչ են։ Այո, քիչ էին վարձատրում, բայց սովետի ժամանակ շատ մեծ տեղ էր տրվում ակադեմիական արվեստին։ Քննադատվում էր աբստրակտ արվեստը, որ հետագայում էլի դարձավ դասական։ Միշտ ինչ որ մի բան նոր գալիս է, սկզբում դա սկսում է հասարակության մեջ շոկով։
Չեն սիրում, չեն հավա, հետո հաշտում են, որտեղ ի վերջում մնում է մաղի մեջով, որ անցկացնում ես, ոսկին է մնում։ Ժամանակը ցույց է տալիս, թե այդ արտադրանքը կլինի արվեստի, սպորտի, թե որևէ ուրիշ բաներում ժամանակը կամ թողնում է, կամ ջնջում է։ Մաղի մեջով անցնում է ավելորդ բաները, մնում են դասական գործեր։ Ձեզի համար որպես սերունդի ներկայացուցիչ, ձեր սերունդի ամենամեծ սխալը ինչ եղած է, պարոն Ախվերդյան։ Մեր սերունդը ոնց որ ամենտեղ միշտ է սխալներ կան։ Օրինակ կուզեք կարևոր Մարտարարածը ավելի շատ սխալներ ա արել մոլորակի վրա, քան թե ճիշտ բաներ։ Որտեղ ինչ որ կոչվում է քաղաքակրթություն, իմ կարծիքով դա հակաքաղաքակրթություն է։ Որտեղ ինչ նշանակում ատոմային ռումբը գցես միտեղ 5000 հոգի։ եւ դա կոչվում է ցիվիլիզացիա։ Մենք ատոմային ցիվիլիզացիայի եզրին ենք կանգնած ենք տարերային աղետների գոտում, որտեղ մոլորակը իր վրա ժպտի լուծի վերջո մարտարարածից, որը ի վերջո ոչ թե homo sapiens է, այլ homo parasitus, որտեղ նա ուտում է մոլորակը։ Երբ որ սուրբ գրքում ասվում է, որ մի սպանիր, իմ թարգմանությամբ, իմ մտածողությամբ դա առաջինը մոլորակին է վերաբերում, մի սպանիր, մի խտրի ընճուղը, որի վրա նստած ես, մի սպանիր մոլորակին, մի սպանիր կենդանիներին, որտեղ վերջերս մի օլիգարխի տուն էին ցույց տալի, իր սպանած կենդանիների բաներն էր դրած տան մեջ։ Եվ հբարդության Ես երբեք չեմ կարողացել, թեև գնացել ենք որսի, նույնիսկ մի անգամ եղել է, որ հրացանը շպրտել եմ ընկերոջս ձեռքից, որ արջին չսպանի։ Հետո ընկերս այս բա որ արջը շուռ գար, ու մեզ սպաներ, ասի մեզ տեղը կլներ, որովհետև մենք ենք եկել։ Մենք ենք իրան ուզում սպանենք, ոչ թե ինքը մեզ։ Այդ արջը ցորեն էր ուտում, ցորենի դաշտում, այդքան բան։ Իսկ եղած է ձերբերում, որ Ձերբերումը այն էր, որ այն տեսակի ես արվեստ չեմ համարում, արհեստ եմ համարում, արհեստ։ Ոնց որ ասենք ոսկերիչը կամ կաֆետ շարովը կամ չգիտեմ ինչու, որովհետև մեր դասական ճարտարապետությունը, որը ի վերջո վանական կուլտուրա է, ի վերջո դա եկեղեցական մշակույթ է, բոլոր մեծ մասը եկեղեցիների ոսկեհատման օրենքով են սարքած, աստվածային օրենքով, որը երբ որ բազմապատկում գումարում, չգիտեմ ինչ ես անում, բարձրությունը նույնիսկ արձագանքը վերջում անում է 007 թիվ։ Այդ ոսկեհատման օրենքով կառուցված են եւ մեր եկեղեցիները, եւ մեկ է Թաջ Մահալը, Պարթենոնը եւ եգիպտական բուրգերը։ Ուրիշ տեղ ոսկեհատման օրենքը չկա։ Եկեղեցի ասեցիք, բնականաբար ամեն հայու համար այսօր այդ թեման ադնյութը գհուզե դուք ինչ է գհուզվեցաք այդ օրը դադավարություն Գիտեք ինչ է, մի անգամ դուք գիտեք որ նախ դուք ձեզ հավատացյալ քրիստոնյա գահամարեք։ Ես ճիշտ ասած չեմ տարբերակում բուդդայականությունը եւ քրիստոնեությունը, ես ինձ ավելի մոտ եւ ավելի հաճո է բուդդայական կրոնը, որը չի մերժում երբեք Քրիստո եւ քրիստոնեությունը չի մերժում բուդդայականությունը։ Աստվածաբանական առումով այո, բայց բուդդայական կրոնը միակ կրոններից մեկն է, որի պատճառով պատերազմներ համարյա չեն եղել։ Իսկ վերադառնալով բան մգսեիք, ես ընտադեցի մեր ագնտիրներու չսիրած գմսեի եկեղեցու հետա։ Այս ոնց էր վերջի Վատիկանի նախագահի անունը։ Այսինքն Ֆրանցիսկոս Պապը, Այո։ որ մահացավ կամ հիմա Պապը։
որ եկավ Հայաստան Ֆրանցիսկոս։ եւ Այո։ շեշտեց գենոցիդի փաստը եւ ասեց, որ դուք առաջին ժողովուրդն եք 20-րդ դարի, Զոհ։ որը ենթարկվել է գենոցիդ, Այո, genocide, ցեղասպանության։ ցեղասպանության։ Մինչդեռ ռուսական ուղղափառ եկեղեցու գլխավոր տերտերը, ես կաթողիկոսը չեմ ասում դրա, Պատրիարք Կիրիլ։ տերտերը, որը նույնպես կարծեմ թալանով ազբաղված, ինչպես որոշ մեր հոգևորականներ, որոշ։ Նա ասեց, որ գենոսիդի փաստերը Բավարար չափազանցված են եւ կարծեմ մի անգամ էլ ասել է, որ այդպիսի բան գոյություն չունի։ Մենք գիտենք, որ ռուսները այդ հարցում ոչ միայն չեն օգնել հայերին, այլ հակառակը նրանք թուրքերի հետ միասին մեծ, ասենք Լենինը, գենոցիդը 15 թվից հաշվում է 23 թիվ, որովհետև դրանից հետո Լենինը, որ ոսկին եւ զենքը ուղարկեց Աթաթուրքին, նա շարունակեց երեք թուրքերի գործը, այդ նույն զենքով։ Այո։ Ուզում եմ ասել, որ ռուսական պետությանը երբեք էլ հաջող չի եղել հայկական ոչ եկեղեցին, ոչ հայերի լինելը այս տարածաշրջանում։ Գիտեք ինչի, որովհետև հայերը շատ աշխուժ թե առևտրի, թե գիտության մեջ ժողովուրդ են եւ դա իհարկե բոլորովին հաճելի չի, նրանք կարող շատերը ծառայում էին ռուսական արքունիքում եւ օգուտ էին տալիս, ես հիմա կուզենայի, եթե որևէ ռուսաբնակ հայ, եթե հայտնի գիտնական է եւ այլն, դուրս գա այնտեղից ու գա այստեղ, որտեղ մենք ինտելեկտուալ կամ գիտակ կամ կարելի ասել գրագետ մարդկանց կարիք ունենք։ Ավելի քան ներկա այսպես չակերտյալ հայրենասերները, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած բոլորին նշանակել է ռուսական արքունիքը կամ ցարը։ Իրանց մոտ մինչև հիմա միապետական պետությունը Չի փոխվել, հա։ չի փոխվել։ Ինչ որ կասի Պուտինը, դա կանեն, ինչ որ կասի Լենինը, դա կանեն, ինչ որ կասի Ստալինը, դա կանեն։ Այսինքն միան անուններն են։ Այո, անունները փոխում է, դրվածքը նույնն է։ Եվ այն ֆաշիստական բանը, որ նա անում է Ուկրաինայում, այդքան բռնաբարություններ է, ուկրաինացի ընկերներ ունեմ, որոնք ինձ տեղեկատվություն են տալիս։ Եվ այն սպանությունները երեխեքի եւ այլն ինչ որ անում են ռուսները, դա համարյա նույն բանն է, ինչ որ թուրքերը արել մեզ հետ։ Բայց չպատասխանեցիք իմ հարցին, պարոն Ախվերդյան, այսօր մեր եկեղեցին դակնաբի մեջ է։ Հայրենասերները Ես այն անգամ հարցազրույցում էի ասեցին, որ իմ ընկերներից մեկը, որ աշխատանքի կապակցությամբ մոտ է այս կաթողիկոսին, կտրիչ ինչ աներ։ Կարեկին կաթողիկոսը նկատի ունենք։ Այո։ Ներսեսյան։ Այո։ Երբ որ ասել է, որ այս հարցը սենց պետք է լուծվի, ոչ թե այսպես, նա ասել է, բա Կիրիլը ինչ կասի։ Այսինքն հոգևորականները սովետական միությունում առաջնորդվում էին նույնպես Մոսկվայից։ Եվ ամենահարմար տեղը KGB-ի, չէ՞ որ եկեղեցին նույնպես ստրատեգիական կենտրոն է, գաղափարական կենտրոն է, չէ՞ որ մենք հայադավան եկեղեցի ենք, որ կապ չունենք ուղղափառ եկեղեցու, այսինքն ինքներս ուղղափառ ենք, գիտեմ, բայց մենք հայադավան ենք համարվում, այսինքն ապոստոլսկի, առաքելական եկեղեցի ենք։ Ինչ որ կատարվեց, ես կարծում եմ, որ դա իհարկե նաև դա անձնական վրեժ էր այնքանով, ինչքան ժողովրդական վրեժ էր։ Նիկոլ ազգանունը ոնց էր։ Փաշինյանի ասածը ժողովրդի ասածն էր։ Ոնց որ Սուրբ Գիրքն ասում, ձայն բազմած, ձայն Աստծո։ Ձայն Աստծո, որովհետև ժողովուրդը չելավ փողոցները, չասես թե մեր կաթողիկոսի հետ ինչ ես անում, որովհետև
շատ պարագաներում մեր ժողովուրդը շատ ավելի բան գիտի նրանց կենցաղի մասին, քան այն ինչ որ հաղորդվում է, ասենք հեռուստացույցով, լրատվական ուրիշ միջոցներով։ Դա է պատճառը։ Բոլորս գիտենք ինչացու է, ով է եւ ինչով է զբաղված, որովհետեւ նա չէր կարող Կիրիլից վերև թռչել։ Կիրիլ կա տերտերից։ Այո, ռուսների։ պատրիարքից։ Իսկ այս խնդիրը գլուծվի, պարոն Ախվերդյան։ Ինչ իմաստով։ Դե այսինքն գլխաղաղվի լուծված է։ Ինչպես։ Վաղուց արդեն, նախքան Փաշինյանը։ Ժողովուրդը արդեն գիտեր, արդեն տրակում էր այս սրիկայություններից, ինչ որ արվում են։ Բոլոր կլինի եկեղեցու գլխավորը կամ կլինի գրականության ինստիտուտի ղեկավար, որևէ ղեկավար ենթարկվում էր կոռուպցիոն համակարգի եւ կապ չունի դու եկեղեցի ես թե ինչ։ Եվ սովետի ժամանակ, որ ասենք այդ Կիրիլը հավաքում էր հոգևորականներին, իսլամ, ուղղափառ եւ այլն, ասենք բուդդայական, դա ավելի բոլոր երանգները գային։ այդ իբր թե ինչ որ բաներ էր, առաջադրանքներ էր տալիս, ինչպես պետք է անել եւ այլն։ Դա ավելի նման էր գողական սխոդկայի, այսինքն գողերի հավաքի, եւ եթե վերցնեիր ծաղրանկարային առումով իրանց գլխավոր տերտերի գլխի տեղը Հիսուս Քրիստոսի գլուխը կպցնեիր ու այդ խորհրդավոր ընտրիքի մնացած այսինքն այդ օրը կբադմեին ազգային ժողովեն տեսակ Դավուշի մարզի մեջ ինչ եղած է ոդեգանցիալի մարզբեդի նկարը ուրբաթը շաբաթից շուտ եկավ ցավոք սրտի մեր ժամանակներում ավելի քան սրվել է այն փաստը որ Աստված դառնում է փողը դոլարը կամ եվրոն կամ չգիտեմ փողը այսինքն մատերիալիստական կողմը ավելի ուժեղ է քան հոգևոր այսինքն հիմա չես կարող ասենք մեկի մասին խոսում էին առաջ ասում էին ոչ ամոթ ունի ոչ աբուր չի ամաչում եւ դա այդ մարդու հասցեին շատ վատ բան էր իսկ հիմա ինչքան ուզում ես ասա ամոթ աբուր իրանք չունեն այդ բանը իրանք չունեն որովհետեւ իրանք գիտեն որ ժողովուրդը գիտի որ իրանք տալանչի են բայց դա ընդունված կարգ է այսինքն զորբայությամբ ու զորով գողցի ժողովրդի ընդհանուր գանձարանից ինչքան ուզում ես ինչքան շատ ես վերցնում այնքան ավելի հարգելի ես դառնում այսինքն տալանչիությունը դառնում է հերոսություն եւ իրական հերոսները կլներ Մոնթեն կլներ Դրաստամատ Կանայանը կամ Անդրանիկ Փաշան կամ Նժդեհը որոնք հոգևոր բան ունեին իրանց մեջ արժեքներ ունեին դրանց փոխարեն գալիս են շատ փող ունեցող մարդիկ իսկ ոնց որ Սուրբ Գիրքն այլ է ասում մեջ վերում է շատ արի Սուրբ Գիրքից նրանց սիրտն այնտեղ է որտեղ նրանց ոսկին է նրանց հայրենիքն այնտեղ է որտեղ նրանց բիզնեսն է եւ այդ առումով այս Խենթ Փաշինյանը գուցե հենց այդ տեսակ մարդ էր պետք որ կա ու ասի սպասեք ու սկսի մաքրել լուստրացիա անել այս բոլորին որովհետեւ սուտը կեղծիքը այնքան էին շատացել եւ հովանավորվում էին ու քաջալերվում էին Մոսկվայի կողմից Ռոբերտը ասենք փայատերա Պուտինի հետ ընկերներ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժը եւ այլն դրանք իրանց աստված Պուտինն է այսինքն նրանք Ռուսաստանի աչքերով են նայում Հայաստանին Դուք կողեք այս վերջին ընդրություններու արդյունքները Չէ, նրանց նախորոք պետքա շատերին մաքրած լինեին, նախորոք։ Հիմա ավելի ժամանակ գնում է այդ թեև ով գիտի, գուցեև սենց ավելի հնչեղ է դառնում նրանց արած չարագործությունները։ Բայց այս իշխանությունները գրնան հեզազահ շարունակել իրենց գործը ձեր կարծիքով։ Եթե Փաշինյանին չսպանեն, ինձ թվում է, իսկ այդ մտավախությունը կա։ Դուք վախենում եք դրանից։ Ես չեմ վախենում, բայց
վտանգ կտեսնի։ Բայց դա բան չի բացառում, որտեղ Նիկոլը անում է քայլեր, սկզբում կիսաքայլեր էր անում, որ մենք էլ ժողովուրդն էլ զզվի արդեն։ Ասում է բռնում բացա թողում, ասում է չի բաց թողում։ Դատավորները, որոնք իրանք կոռուպցիայի մեջ խրված մարդիկ էին, դրանք էին։ Ինքն էլ ասեց մի անգամ, չէ՞, որ դատական համագարկը ինչ է անում։ Այո։ Դա լուրջ խնդիր է մեզի համար։ Վերջնական ով դիմակրի ավգյան ախորները մենք դեռ չգիտենք։ Այո։ Գիտեք, պարոն Ախվերդյան, հաջող կնկատեմ, որ այսօր մեր հասարակությունը բանի մը գարիք ունի միավորվելու, չեմ գիտեր, խաղապար է։ Միավորվելու ինչի շուրջ։ Որովհետեւ մենք հենաս ֆաշիստամոյի շուրջ միավորվել են ինչ որ հատված։ Այո։ Ինչ որ հատված Ռոբերտ Քոչարյան, հատկապես հայ հեղափոխական, այդ հեղափոխական բառը պետք է անելը տեղից։ Հայ դաշնակցությունը, բայց նրանք դաշնակցում են ում դեմ եւ ինչի համար, այդ չեմ հասկանում այսօրվա դրությամբ։ Եվ բնավ զարմանալի չի լինի, եթե ես իմ կասկածները հայտնեմ, որ այն մասին, որ շատ հնարավոր է, որ շատ գործակալներ հենց բյուրոյում մտերիմ են եւ կողմնակից են Պուտինին, որովհետեւ եթե նրանք ընտրում են Ռոբերտ Քոչարյանին, դաշնակցությունը, ուրեմն նա ընտրում է ռուսին։ Եթե ընտրում ես ռուսին, դու կմնաս հավերժ տգետ, խեղճ ու նրանից կախված։ Ձեզնից պիտի նեղանան սպիրկի մեր հայությունը այս ու կարծում եք, որ ես պետքա դրանից շատ փիս վադը զգամ։ Վադ զգամ։ Ես ասում եմ, եթե ծերմդային դա իմ կարծիքն է, իրանք կարծիքը կարող է ունենան, բայց քանի որ իմ կարծիքով դաշնակցությունը գիտեք ինչ շատ նվիրյալներ կան շարքայինների մեջ, որոնք հավատում են, որ եւ այլն։ Այդպես մեծ Բայց ձուկը գլխից է փթում։ Խոսքս բյուրոյի, ովքեր են բյուրոյում նստած։ Ես որևէ կուսակցության անդամ երբեք չեմ եղել, եւ չեմ զգում անդամ լինել։ Ոչ էլ այս փոլից հետո գմդատիր եք դառնալ։ Բնավ։ Ես մեր ժողովրդին պակասում են հասարակական կազմակերպությունները ավելի։ Մեզ կուսակցություն պետք չի, մեզ պետք են հասարակական կազմակերպություններ ավելի, քան կուսակցություններ։ Որ ժողովրդի հետ զբաղվեն, ժողովրդի հարցերը ներկայացնեն։ Ես գիտեմ կազմակերպություններ Երևանից, օրինակ իմ զարմուհուս կազմակերպությունը, մի կազմակերպություն Ամերիկայից փողեր են ուղարկում, պատերազմի ժամանակ առանց ոտքի կամ առանց ձեռքի ինվալիդ երեխաներին, որոնք արդեն շատերը հրաշալի աշխատում են կոմպյուտերի, այսինքն իրանք անարժեք չեն զգում հասարակության մեջ։ Բիդանի են։ Եվ արդեն դոկտորներ կան դրանց մեջ, հազվագյուտ խելքիտեր երեխեք, կոմպյուտերը ձրի են տալիս, ամիսը $100 փող են տալիս։ Եվ էլի ինչ-որ առավելություններ, ասենք լեզվի դասախոսություն, անգլերեն, որ անպայման սովորեն։ Այս բոլորի մասին խոսեցանք, բնականաբար նյութը պիտի երթա, թեպի այնտեղ գիտեք մեր նույնիսկ քաղաքական խոսույթի մեջ դակավին մարդիկ կան, որ համոզված են, որ Արցախը կարելի է ետ բերել կամ արցախցիները բնակեցնել, դուք ինչպես կմտածեք ժամանակ, երբ որ Թուրքիան բաժանարվի։ Դա շատ քիչ Թուրքիան թե Ադրբեջանը։ Թուրքիան, որովհետև ասելով Ադրբեջան մենք Թուրքիան նկատի ունենք։ Նրա մեջքին նա է կանգնած, որովհետև վերջի քարոզիա պատերազմում գեներալիտետը եւ սպայակույտը դրանք 2020-ի պատերազմում թուրքեր էին, օպերատորները թռչող սարքերի հրյաներ էին, նրանք երբ որ ինչ վերաբերում է հայերին, հրյաները միշտ միասնական են թուրքերի հետ։ Այս բանը պետք է հաշվի առնել։ Շատերը չեն հասկանում ինչու։ Բայց դա երկար խոսակցություն է, իսկ այդ մասին հաջորդ դասին։ Լավ էր։
Ձեր գեցվածքը Եվ հստակ է։ ռուսական զենքը։ Ռուսաստանի մասին մի հարցնեի, հստակ է որ դուք հույս չունիք Ռուսաստանը մեզի։ Չէ, նա հələ դեռ Ով մեզի դեր։ 50-ից 100 ինչի դուք տեր եք Դե ուզում։ հիմա Դուք տեր եք Հիմա ուզում։ այս աշխարհը Մենք- բան Ախվերդյան, երեք նայեցեք Սաուդական Արաբիա, Պակիստան, խելքեվեր բան է, միավորում են, կամ Հունաստան, Հասկացա, մենք պետք է ունենանք լավ գիտական միտք, մենք պետք է ունենանք զենքի արտադրություն հրաշալի, եւ շատ բաներ ընձեռնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ մեր գեղեցիկ աչքերի համար, որովհետեւ մենք հակակշիռ կդառնանք այդ ժամանակ, նա ուզում է մեզ զարգացնի, չիպերի մեծ գործարանը, որ սարքում է Հարազդանում, դա ի՞նչ է նշանակում։ Ինչ օրինակ։ Դա ահռելի հարստություն է։ Որովհետև մենք իրան պետք ենք վաղամիսօրը կուզենային մեզ օգտագործել։ Բայց ինչի մերժել մի բան, որը քեզ օգուտ է տալիս։ Եվ բացի այդ, սրանից տասնամյակներ առաջ, երբ որ ամերիկյան դեսպանատունը սարքում էին, ես որ չափերը տեսա, ու տեսա ինչքան խորն են փորում, որ շենքը կառուցեն ամերիկյան դեսպանատան, ըստ էության հետախուզական եւ այլն նպատակներով։ Ես ասի, այստեղ պատերազմ չի կարող լինել, բացառվում է։ Իսկ հետո չիպերի գործարանն է, երբ որ ասեցին, որ սարքում են արդեն։ Ես համոզվեցի դրանում, որովհետեւ Ամերիկան իր թաթը դրել է ստեղի վրա։ Եվ ահա չես իմանում, թե Տրամպի ճանապարհը, որ հա, օգուտ Ադրբեջանին, բայց նաև մեզ, հետո ոնց շուռ կգա, կարող է Ամերիկան հանկարծ հիշում է, որ Նախիջևանը դա թուրքերինը չի, եւ Ղարաբաղը չես իմանում, այնքան արագ է պատտվում ժամանակը, մենք չենք հասցնում վազել նրա հետևից ու հասնել նրան, այսօրվա դրությամբ։ Դա ցեզ ինչ որ լավադեսություն կուտա Այո, Հայաստանի աբակայի հետ կապված։ դա կոչվում է քաղաքականություն։ Ու մենք չգիտենք, թե ինչ հաշվարկներ է արել Ամերիկան, Ֆրանսիան, որը էլի մեծ համակրանքով է վերաբերում Հայաստանին, եւ առհասարակ արևմուտքը։ Նենց որ այն տգետները, որոնք իրանց հույսը դրել են Ռուսաստանի վրա, Ինչև հիմա կան դրանք, ասեմ ցես։ այնքան անասուններ կան։ Ու բացի Ռուսաստանից, Ամերիկա հայ ավանակների մեջ եկան, որ ասում են, արա Սովետը, բա որ Սովետը լավ էր, խի գնացիր Ամերիկա ապրել։ Շատ է դոգոսը այնտեղ, որ Գիտեմ, Ռուսաստանով են փրկությունը։ Ամեն Իրանք էլ ուզում են Հայաստանը փրկվի։ բոլորի դժբախտությունը տգիտության մեջ է։ Պատմություն չգիտեն, պատմությունն էլ ինչ որ գիտեն, սովետական ժամանակների կեղծ պատմությունն է։ Ռուսները մեզ երբեք չեն օգնել կոտորածի ժամանակ։ Ավելին ասեմ, Վանի պաշտպանության ժամանակ, երբ որ արդեն էլ փամփուշտի Վան չունեին, Վանի ժողովուրդը, վանացիները, երբ որ նրանք փախչում էին, կրակում էին նրանց վրա ոչ միայն թուրքերը, այլ նաև ռուսական զորքը։ Դա փաստ է, բավական դվյալ է։ Չես գիտեր ինչու ռուսների անտեպ սերմը գա, բան Ախվերդյան։ Հին անցյալ են բայբայված։ Գիտեք ինչ 70 տարի որ գլուխները մտցրել են այդքան։ Նայ, ասենք վերցնենք այսօրվա այսպես ասած երկարվեստը, այդ որ ասում են ռաբիս, անճաշակ, թրքաբարո, կալկալասները, ոնց որ ոռնան։ Երբ որ անընդհատ երեխային այդ ես մատուցում, ինքը կարծում է, որ դա իր ազգային երաժշտությունն է։ Նույնը կոչվում է, նույնը վերաբերվում է նաև ռուսների պատմության պրոպագանդային։ Ամեն ինչ շուռ են տվել ռուսները։ Բոլշևիկները եկան ու փրկեցին մեզ։ Առհա։ Փրկելու տեղ ուրիշ բան արեցին։ Եվ իզուր չէր, որ Գարեգին Նժդեհը չլներ, Սյունիք գոյություն չէր ունենա։ Մինչ այլոց այս մեկը բոլորը գտնունին, գվգային։ Նույնիսկ դաշնակցությունը, որից նա դուրս էր եկել արդեն։ Այո։ Խնդիր ունեց։ Բա չեն ասում, բայց ինչի դուրս եկար Գարեգին Նժդեհը դաշնակցության մեջից։ Լուրջ թեմա է։
Դա իսկ այդ մասին հաջորդ ասին։ Այսօր ինչով կզբաղվիկ, ինչ ցեզի համար քիչ առաջ խոսենք մանկական երգերը գարձեք ինչ որ ներշնչող են, ինչպես կա այդ մեկը ստացվեց կամ կստացվի։ Ես դա վաղուց եմ արել, բայց ձայնագրությունը թերություններ ուներ։ Մենք հասկացրինք նոր պուլտի մեջով, նոր ժամանակակից գործիքներով եւ դարձավ շատ ավելի մոնումենտալ ու ավելի գեղեցիկ գործ։ Ես ուղղակի մի օր դա բիզնես չի ինձ համար եղել։ Առասարակ երկարվեստը ինձ համար բիզնես չի։ Բացի այն որ համերգներ եմ տալիս։ Երկրորդ երեսն է, որ բնական է ապրելու համար պետք է։ Համերգը պետք է տաս որ Դուք սիրելով եք անում ես ամեն ինչը։ Ես անում եմ փրկելու համար մի սերունդի, բայց կարծեմ արդեն մի սերունդ չի որ փրկվում է, որպեսզի այդ երեխաների մարդիկ հպարտանան հայերեն լեզվով, քանի որ ինչպես Կոմիտասն ասում, երգը լեզվա մտածողություն է։ Իսկ սրանք ոտնակոխ են անում հայոց լեզուն, որովհետև շեշտադրությունը առաջի վանկի վրա են գցում, երբ որ մեզ մոտ շեշտադրությունը վերջի վանկի վրա է։ Տես չի։ Ֆրանսերենում վերջի վանկի վրա է։ Հիմա առավելապար երեխաների համար երգեր եք գրում։ Հայկական երգերը ուզում են մի քիչ արաբական սարքել, մի քիչ թուրքական սարքել այս բաները։ Դրա համար գրեցի այդ մանկական երգերը, որ երեխեն փոքր ժամանակվանից իմանա թե ինչ է հայ երաժշտությունը։ Ընդ լիքը ժողովրդական երգեր կան մեջը, չէ։ Էդի օգնում է ինչ որ լավ սերունդ ստանալ եւ լեզվա մտածողություն։ Ես պաստորեն թեև դպրոց առանձնապես չեմ ավարտել, բայց քանի որ մեծացել եմ լեզվաբանների ընտանիքում, հայերեն լեզվի ուսուցիչների ընտանիքում, ես մայրս միշտ ստիպում էր, իմիջայից մայրս կարող էր գրապար խոսել անթերի, սիրել հայոց լեզուն այդքան բան, բայց նույնիսկ այսօր վտանգված է մեր լեզուն, եթե լեզուն մեր հայրենիքն է, եթե դուք կլնեիք լիբանանցի, ինչ աշխում լիբանանցի, լիբանան մարդ, բայց հայերեն չխոսեիք, արդեն հայկականությունը քո ինչը պտի լիներ։ Հայերեն լեզուն է, որ պահել է այսքան տարիներ մեզ, եւ ոնց որ հայ լեզուն եւ եկեղեցին։ Այո, ինչպես իմ սիրելի դասախոս Հենրիկ Հովհաննիսյանն էր ասում, մեր կուլտուրան վանական կուլտուրա է, որովհետև վանքերի կողքը նաև հայկական դպրոցն էր։ Դեր տոտիկի դպրոցներ։ Ինձ շատ հաճո է արևմտահայերենը ավելի քան արևելահայերենը, բայց քանի որ ես մտածում եմ արևելահայերենով, գրում եմ արևելահայերենով, բայց ես գրում եմ նենց նեյտրալ հայերենով, որ հաճո է եւ արևմտահայերին, եւ արևելահայերին, այսինքն շատ պարզ, որը ոչ արևմտահայերեն է, ոչ արևելահայերեն է, դա իմ հայերենն է, ու ես ստիպում եմ մարդկանց խոսել այս հայերենով, երգել է հասկացանք մի երգա։ Պարոն Ախվերդյան, ինչ կգարձեք, դուք վերջերս ալ Միացյալ Նահանգներ էիք, մի անդամ եք այո, Ադի բավարար է արդյոք, այսօր գսեն սպիրկը հերացած է Հայաստանեն, սպիրկը թշկող է, այստեղ բաներ գլամ, որ սպիրկին համար հաջելի չէ, ամեն օր թեման գպանան, Արարատ լերան թեման, գիշեք, ինչ-որ բանի անցակրի գնիկը, ասանք բաներ, հետո գխոսում որ Փաշինյանը խոսում է, որ Ղարաբաղը այլևս մերը չի, այո, աս բաներեն սպիրկը գներվի Այսօրվա համար, բայց այսօրվա համար երևի տենց ապետ չգիտեմ, բայց միևնույն է ժողովուրդը գիտի որ վաղը միսօրը ինքը թող բոլորին դատի, ինքը թող լավանա թուրքերը հետ, վաղը միսօրը գալու է այն տղան, որ ասի սա մերն է։ Այսինքն սենց թենես պատերազմը բացառված չի այս տարածաշրջանում, կլինի տնտեսական, գիտական, մեզ պետք է հիմա մեր գիտությունը զարգացնել, ուրիշ ոչ մի բան։ Ու սպյուրքը ինչի՞ց է նեղանում, որ Մասիսարը, փաստ է որ Մասիսարը մերը չի, բայց դա բանը խորտանիշ է, չէ, մեզ Չէ, մերն է։
Հենց խորհրդանիշներն մեր խորհրդանիշն է։ Այս ժամանակահատվածում մասիսարը մերը չի։ Այս օրերում։ 70-100 տարի է տենց է։ Որովհետև Լենինը Կրեմլյան պայմանագրով նվիրեց Արևմտա Հայաստանը, Ղարաբաղ եւ Նախճեվանը Աթաթուրքին։ Տենց չի։ Նորից գնացինք այնտեղ։ Չէ, տենց չի։ Այո։ Սա պատմական փաստ է, բան չի Այո, այս։ պատմական փաստ է ու Եվ հիմա էլ ռուսների խնդիրը, ասեմ ցեզ, ռուսների խնդիրը ոչ թե հայերը եւ թուրքերը չխոսեն, այլ խոսեն Մոսկվայի միջով։ Այո։ Համաձայն եք։ Համաձայն է, գիտեք ինչ, ես սկզբում մտածում եմ, այս Փաշինյանը խելառ է մի քիչ։ Խենթ է։ Բայց հետո կամաց մտածեցի, որ գուցե հենց մեզ sense խենթ տղա էր պետք, որը բանը քանի ջրերես։ Էսեք։ Բայց մեր ժողովուրդը գիտեր այդ բոլորը, չէ՞, չեք կարծեր։ Ադորամար է որ ժողովուրդը փողոցի չավ։ Ինչու ժողովուրդը ձայնը տվեց Փաշինյանին։ Որովհետև ասում եք, ստեղ էր հասել Վնասդով նաև։ ներքին բանը։ Տեսա, որ ես խելառը։ Ինքը գարանի։ Չէ, դե ահագին դպրոցներ են կառուցել, ճանապարհներ են գցել այդ։ Դե հետ չի երևում դրսում։ Սպիրկայերը ընդհանրապես չգիտեն։ ասում են մզգիթ է կառուցելու Երևանում։ Տենց են խոսում, այդպես կար դա այդուին։ Մենք մի հատ մզկիթ ունենք, հրաշալի մզկիթ։ Քիչ է մի հատ։ Պարսիկների, չէ, դա պատմական հուշարձան է։ Եվ մզկիթը մեզ չի հետաքրում։ Մեզ Եվ հետաքրում բարձվեց այդ լուրերը Մոսկվայից են տարածվում։ անպայման։ Բա ռոպագանդան ի՞նչ է, ինչի համար է։ Մզկիթը, այ եթե դուք ռուս չեք, դուք թուրք կլնեք։ Ռուսի մերը ընդեղ, թուրքինը ընդեղ։ Ես իմ տերն եմ, իմ գլխի տերը, ես ասում Փաշինյանը։ Իր ասածը սա է, որ եթե մենք երկար խոսքին ինքնիշխան պետություն ենք, մենք իրանք ունենք մեր հարցերը մենք լուծենք, մեզ մի հուշեք ինչ պետք է անենք։ Այդ մտածողությունը մինչև ժողովրդի մեջ չէ, բանի կամ ռուսը կամ թուրքը։ Սխալ է ադի։ Սխալ է։ Որտեղ Դուք միակ համերգում Եթե եք։ ինչ որ ժողովրդի դու գրավում ես, առաջին հերթին դու զենքով չես գրավում։ Առաջին հերթին դու գրավում ես այդ ժողովրդին մշակույթով։ Առաջին հերթին։ Նայեք, Կոմիտասը նրա ժառանգությունը գտնված երկերը ժողովրդական, իսկական ժողովրդական։ Մեր կուլտուրայի 90%-ը Արևմտա Հայաստանից է գալիս։ Այն ինչ որ մաքուր է, այն ինչ որ կրկլոցով չի, երկի առումով եմ ասում։ Այն ինչ որ դու զգում ես, որ սա հայկական է, այսինքն մի քիչ զարգացած մարդ է։ Իսկ մարդ կա, որ ամբողջ կյանքում թուրքական, օրինակ ասում են Սերժի աղբերը, Սերժ Սարգսյանի, որ գալիս էր ռեստորան, կոնկրետ թուրքական երգ էին դնում, ինքը լսում էր, հետո սկսում էր ճաշել։ Մարդը հետ է լսել երեխա վախտվանից, ինչ անի։ Էսի փաստված է։ Չէ, դիմը գերը ասեց, որի ռեստորանում ճաշում էր դրա եղբայրը։ Նրանք ադրբեջանական կենցաղով են ապրում, ոչ թե իրանք ադրբեջանցիներ են, որտեղ ադրբեջանցին ազգ չի, ադրբեջանցին այդ տեղանքում ապրող ազգ է։ Ժողովուրդը։ Այո, այսինքն այստեղ է ապրում։ Հայը կարող է լինի ադրբեջանցի, այսինքն Ադրբեջանում ապրող հայ։ Բայց նրանք էլ բռնում էին ռուսերեն են խոսում հիմնականում, որ ի հակադրություն նաև, որովհետև ադրբեջանցիք են սիրում ռուսական լեզու խոսել, որովհետև նրանց կուլտուրան շատ ցածր է եղել, բայց քանի որ մեր մոտից հանեցին իսկական, տես գուսանական երգեր էին դնում, լիքը, որոնք գուսանական երգեր են, դրանք ժողովրդական երգեր չեն։ Հետո Հայրիկ Մուրադյանը հանդես եկավ, ասի այ մորտես, ինչ կարգին երգեր ունենք մենք։ Որտեղից բերավ այսքան երգ։ Հայրիկը զարմացակ դրական իմաստով։ Շատ են, շատ մարդիկ վերեցին այդ բանը։ Մհեր Աբեղյանը գիրք ունի, մեր խաղիկները ժողովրդական, գժանոց։ Նա նույն գործնակատարը ինչ որ Կոմիտասը, նա ուղղակի խաղիկներն է, տեքստերն է։
նույն երկը ամեն գավառում ոնց է հնչել։ Հետաքրքիր է։ Հիմա ինչու մեզ մոտ քիչ էին կոմիտաս կատարում սովետական շրջանում, որովհետև մեր վիզը գցել էին այն պարանը, որ ձերը գուսանական երաժշտությունն է։ Մեր գուսանական երաժշտություն չի։ Ուղղակի պարսկական ազդեցությունը այնքան մեծ է եղել եւ շնորհիվ դրա հրաշալի երգերել են գուսանների ստեղծվել։ Ռուսական մշակույթն էր մեր վրա ազդում։ Եվ դա շատ լավ էր, հրաշալի էր, բայց մեր ժողովրդական երգերը, հատկապես արևմտյան, դրանք արևմտյան մշակույթի տարբեր ազդեցությունը կրած երգեր են։ Մեր իսկական մշակույթը Կոմիտասի, Հայրիկ Մուրադյանի եւ այլոց մեջտեղ բերած երգերն են։ Բայց մեզ 70 տարի սովորացրեցին Սարերի հովին, այդ ժողովրդական չի, ժողովրդական երգերը ուրիշ բաներ են։ Այսքան խոսեցանք։ Մյուս տարի իմ հասկացած ժողովրդական երգերը, իմ հասկացած ձևով կներկայացնեմ։ Շատ լավ։ Գիտեք, այս բոլորի ֆոնին հնարավոր է, որ հայ ժողովուրդը եւ թուրք ժողովուրդը բարիշեն, հաշտվեն, խոսեն իրար հետ։ Կհաշտվեն միայն այն պայմանում, եթե նրանք ներողություն խնդրեն եւ վերադարձվեն ովերը, որը չի լինի։ Այսինքն չի լինի հաշտություն։ Թուրքիան կչաղանա, իմ կարծիքով նրա գլխին կխփի ամերիկան կխփի գլխին կվերջանա։ Ինչ կլա դրանից հետո։ Օգտագործել պահը։ Քյուրդերի հետ լեզու գտնել։ Չէ։ Հաբա Թուրքերը արդեն չեն լինի։ Այդ կարգի։ Որ բաժան քրդերը մի կողմից եւ այլն ազգային փոքրամասնություններ կան։ Մենք չգիտենք այնտեղ ինչ։ Իսլամացած հայեր կան։ Այդ շատ լավ գիտեմ։ Համշենահայերը այո, ադի ուրիշ պատմություն։ Գիտեմ։ Հաջորդ տասին։ Իսկ այդ մասին հաջորդ տասին։ Դուք հաջող կմասնակցիք եւ կուրախանամ իմ լավ ընկերոջ Էդվարդ Զորիգյանի հետ, որում գողջունեմ եւ հուսանք շուտով երդասարտներու հետ կաշխատիկ։ Այդ գրագը գա։ Զորիգյանը ինչ է, ինձ համար ընկեր է։ Հա, չէ, երդասարտներու պարադոն գնեք, հեղինակային երկերու։ Ես չեմ անում դա։ Այո, այո, մասնակցեցաք, բայց հարցումս ա դե։ Հա, որովհետև ես հեղինակային երկը հարգում եմ։ Երդասարտներու մեջ գրակ գա, ադե ինձ ուզում։ Այո։ Ինչ տեսակ։ Մեր նոր սերունդը ձեր երկերով դակավին գվոկեշն չի։ Կան լավ երկեր կան։ Ինչ ասեմ։ Հա։ Գալիս է նոր սերունդը։ Թուրը տագում է։ Բայց ինչպես որ դու գեգակ ասենք։ Իմ ուժը գալիս է այն ճնշումից, որ սովետական բանի ժամանակ ինձ թույլ չեն տալիս։ Ուրիշ էր, չէ։ Երբ որ թույլ չեն տալիս։ Սպանագի պես ասենց։ Դու ավելի ուժեղանում ես։ Ուրեմն խոսք կա լսի։ Ասում նա որ ինձ չի սպանում, նա ինձ ավելի ուժեղ է սարքում։ Ես անցա հրի ու կրակի մեջով ու թքած ունեի, ինչ են ասում, ասենք վերևներում։ Ես ձրի էի ամեն ինչ անում, ձրի ձայնագրություն էի անում, որ մարդիկ տարածվի, լսեն այդ երգերը։ Որովհետև ենթադրում էի, որ դրանք վատ երգեր չեն։ Եվ այդպես էր։ Այո։ Եվ այդպես է դակավի։ Պարուր Սևակը մի բանաստեղծություն ունի։ Ասում է ճամփեզրի խոտը տենց է կոչվում։ Ինձ այնքան տրորեցին, որ ես արմատս երկարացրի։ Այդ ճնշումի ճնշումը, հա։ Ճնշումը։ Հիմա ազատություն կա, ինչ ուզում ես գրեի, ինչ ուզում ես խոսի։ Հա, արդեն հետաքրքիր չի։ Ուրիշ տարաշրջան ենք։ Այս բաներուն կարևորություն ուտակ ծեր մասին, որ սկսին վադապանել, այդօր օրինակ իբրև թե դուք նախկին նախագահներեն գծնեիք, որ այդպիսի բան լսեցի, այո։ Ինչ կբան։ Ով ասե չգիտեմ։ Ես Facebook-ի մեջ կարդացի, հիմա չեմ հիշել որ։ Ես երևի կունենայի մի $15 միլիոն փող, եթե նշեմ, թե ինչեր են առաջարկել ինձ Լրутյանը դիմաց։ Լրության դիմաց։ Այդքան փող կունենայի։ Ինչ շենքեր են առաջարկել։ Մանկապարտեզներ, որ կարող եմ տունը այդ մանկապարտեզի տեղը սարքեմ։ Չես ընդունել։ Հա, դրա համար ես միշտ ասում, ես որևէ կուսակցության անդամ չեմ, ես որևէ օբյեկտ սեփական չունեմ,
Ես ունեմ տուն եւ իմ աշխատանքը։ Ես ապրում եմ իմ աշխատանքով։ Իհարկե սպոնսոր ունեմ, որը վճարում է իմ ձայնագրությունների համար։ Այսքանը։ Այսինքն եթե կպչելու տեղ ունենամ, այնը ոնց կկպչեմ տզրուկները, բայց չկա այդ բանը։ Հիմք չկա։ Իսկ կողես այս իշխանություններն քեզ Չէ, գնեղացնել։ ես ոնց որ միշտ բոլորից է դժվար։ Դժգոհ ես, բայց այս իշխանությունները չեն նեղացներ քեզ։ Խանգարեն, հաջող։ Ինձ ոչ մի իշխանությունը չի նեղացրել։ Ոչ Ռոբերտի ժամանակ, ոչ Սերժի, ինձ չեն նեղացրել։ Պարզապես աշխատել են լռության մատնել։ Որ քիչ խոսես։ Դե Կամ չխոսես, էլի։ դե մի հարց են տալի պատասխան, ես չեմ իմ գլխավոր թերություններից մեկը որ սուտ ասել չգիտեմ։ Ադի բնորոշ չէ արվեստագետներուն սուտ խոսիլը։ Չգիտեմ, ես տենց էլ արվեստագետներ չեմ ճանաչում։ Այնքան հայտնի արվեստագետներ կան, որ հետույք լիզելով են զբաղված եղել, միշտ։ Էդի հadouk մասնակցությունը Այո, եւ բոլոր ժամանակներուն աշխատող է։ այո։ Դուք ինչ կգարձեք, ծեր մեջ հիմա ո՞րն է քերագրշտողը, դխրությունը, բարգությունը, հյումորը։ Շատ տխրություն բարգ։ Այսինքն, գիտեք, Դարիկի հետ Չէ, 50-ից հետո, չկա իմ մոտ։ հա, դխուր չեք։ Կարծեմ իմ երկերի մեջ է առանձնապես ու Պարկ կատարել մեջ Աստծո, պարկ տխրություն Աստծո, չկա։ չէ։ Ես ուղղակի ասում եմ վիճակը, ինչպիսին է մարդու վիճակը։ Իմ վիճակը այսպեսին է, բայց դա ալնում է բոլորի հետ այդ վիճակները։ Եվ դա արձագանքում է մնացածի սրտերում ու իրանք ասում են, բայց ոնց որ իմ մասին գրած լինի։ Երբ որ ժողովուրդը ասում է ոնց որ իմ մասին գրած լինի, ուրեմն երգը տեղ է ասել։ Տխրություն, հետո ինչ ասիր։ Բարգություն, Բարգություն։ բարգանալ աշխարհի վրա, Բարգացած ծնված ենք։ Բոլորս, բայց դուք ըսիք, դուք արդահայտում եք նաև մեր Ինձ մի անգամ ասին, դուք ինչ ասին, դժգոհ եք տենց միշտ ամեն ինչից։ Ասի, հա, առաջի հերթին, որտեվ ես հայ եմ ծնվել։ Դա արդեն Արդեն դժգոհ։ պրոբլեմ է։ Արդեն պրոբլեմ է։ Բայց էլի հյումորով եք նայում, էլի։ Եթե երկի մեջ հումոր չկա, Չի ստացվում։ իմ մեծ երկերում նույնիսկ են մահվան մասին որ գրում են, ծիծաղով եմ գրում։ Այո։ Դրանով իհարկե սպարտական եմ նաև բաներին չինական պոեզիային եւ առաջին հերթին պարսկական Օմար Խայամ, Խաքանի, Նիզամի, Ռումի սրանք մահվանը նայում էին հումորով եւ ծիծաղով կինն ու գինին ասում էր Օմար Խայամը թեև ինքը մեծ մաթեմատիկոս էր Բոլորն էլ այդ պոետները մտածող են, շատ խորուն եւ հա երբեմն մտածել եք արևմտահայ բանաստեղծներու բարերը երկի։ Ես շատ չէ Օրինակ Վահրամը գար Տատիգյան, հիշեք Վահրամին։ Վահրամը դա արևմտահայ չէ, դա միջին հայերենով գրված Բաղդասար դպիրից մի քանի հանճարեղ երգ ունի։ Զահրադել երկեց։ Զահրադի բանաստեղծությունները երկի վերածեց, հիշեք։ Չեմ, ես մենակ Բաղդասար դպիրը շատ հավանեցի, որ շատ հետաքրքիր էր։ Չարժևորվեց Վահրամը, ցավոք։ Դե այդքան էլ արժևորվելու մեկը չէր, քեզ ասեմ։ Ինչի բերում։ Տարօրինակ բնավորություններ, հետո Քորքերով էր զբաղվում նաև։ հա, գորգերով էր զբաղվում։ Ես արդեն 50 տարի մենակ երկերով եմ զբաղվում։ Եթե ընտրում ես քո մասնագիտությունը, էլ մնացածները սիրողական է, որովհետև իրանք ասենք կարող է ճարտարապետ երգ գրի, բայց ես իմ ինչ լինի երգ գրի, ռեժիսոր լինի երգ գրի։ Ես ասում եմ, որ ես երգահան եմ եւ իմ փեշակով եմ ապրում։ Իսկ արհեստավորը սոված կլինի մինչև կեսօր։ Կեսօրից հետո եթե լավ արհեստավոր է, ինքը միշտ էլ ինչ որ ցուկ կբռնե։ այո։ Իսկ ծեր սերունդեն որու գարանցնացնես քեզի սերնդագից, որ պայման չէ երկիչը լա, նգարողը, քրողը, որ ուղագի Գիտեք ինչ, ես անունը որ դան քեզ ինչ որ գշարժե։ մոտիկ եմ եղել իմ սերունդի հետ երբեք ոչ մեկ ինչը
Համոսայանն է իմ ընկերը իրավունք ունեմ ասելու շատ եմ սիրում իր հակիրճությունը եւ այլն։ Իր քյուղը Ես սիրեցի։ մտերիմ եմ Փառք Աստծո ծանոթացել եմ սրանք բոլորն ինձ գնահատական տվողներ էին։ Պերճ Զեյթունցյանը, որը գաղափարակից, որը սիրում, մենակ իմ երգերն էր լսում։ Հակոբ Հակոբյանը նկարիչ, որ լուրջ նկարիչ է, լավագույն նկարիչներից ամեն։ Էլում ասեմ, Արտաշես Հովսեփյանը, լավ Թամարյանի արձանի հեղինակը։ Մինչև հիմա լավագույն արձանագործը ես իրան եմ համարում։ Ասում ամբողջը մեկ սերունդի են, չէ՞։ Տարիքով մեծ մարդիկ էին։ Ավակ։ Ես միշտ ընկերություն եմ արել ինձնից ավելի խելացի մարդկանց հետ, որպեսզի իրանցից ինչ-որ բան սովորեմ։ Իսկ գանանց, ցեզ մեծ գանանց հանդեպ ինչ են բաները։ Փող գիտի։ Փողը թե վախտը։ Փողը։ Ապահովված սպառավները ավելի լավ են, քան դադար ջահել։ Կերխուց ապճեն, չէ։ Այս իհարկե հումորի առումով։ Այո, բայց քիչ մնալ իրականություն կա։ Օրինակ։ Երևի չգիտեմ։ Ապրել եմ ոնց ուզել եմ, ոնց էլ ուզում եմ, տենց էլ ապրում եմ։ Գրում եմ նենց ոնց որ ապրում եմ, երգում եմ նենց ոնց որ գրում եմ։ Տարբերություն չպետք է տա։ Եվ խոսում եմ ինչ ուզում եմ։ Խոսքի ազատություն կա Հայաստանում։ Այո, բայց սահմանափակ պետք է լինի այդ խոսքի ազատությունն էլ, որովհետև ամեն ինչ գրեկություն ոչ ես ասելու, ոչ ես այլու։ Մարդը ինքը, եթե գրագետ մարդ է, ինքը պետք է իր սահմանները ինքը դնի։ Գրի։ Ես երբեմն կարմիր գիծը շատերին թվում որ անցնում եմ, բայց ես դրանք հələ կանաչ գծեր եմ համարում, որովհետև եթե ավելի են կոմացնեմ, արդեն հայհոյանքի կփոխակերպվի իմ խոսքը։ Այսքանը, եղբայր։ Անկեղծ զրույց էր։ Անկեղծ զրույցերով ասեմ քեզ, ես շատ եմ կարոտում Բեյրութը։ Եվ Բեյրութում միշտ որ գալիս էի, ընկերներ ունեմ, Զորաբ եւ Մարալա իր կինը, որոնք ապրում էին Արաքս փողոցի Նիհակոգ հաստատության փողոց չնենք, բայց հիմա չեմ Փուր Ղազարի դիմացը։ Եվ Փուր Ղազարի լահմաջուններն եմ իշում։ Այո, վայելում էիր։ Վայելում էի։ Հիմա գա Փուր Ղազարը։ Այնտեղ լավ ընկերալ ունեիր Բեդիկ Չիֆտելյանը։ Պետիկը խմելուց մեռա։ Այո։ Այո։ Նա ստեղ էլ գալի մի հատ ընկեր ուներ, որ ռեստորանում էր աշխատում։ Դրա սենյակից դուրս չէր գալի, որովհետև խմիչքը ձրի, ուտելիքը ձրի։ Կյանքը ծրի, ապրուստը ծրի։ Հետո տենց է ապրում էր։ Ու լավ էր, ինքը սիրված մարդ էր, շատ Հետո ինք օրցեր ենք ինչ ասեմ։ Շնորհակալ ենք հոգին լույս անկեղծ զրույցեր մեր ագնտիրներուն հիշեցնեմ որ հյուրս բաներ պիտի չսեմ ժողովրդական արտիստ եւ այլն Արա ամոթ այդպես բաներ Հախվերդյանն էր հետևեցեք մեր թողարկումներուն անկեղծ զրույցեր դարածեցեք մեր դեսանյութերը չմոռնաք լայք մսեղմել մեկնաբանել այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընծես